Այսօր ուպսերի նոր տեսականիով ասում եմ ձեզ ողջույն։ Եթերում ուպսն է։ Զավեշտալի, սարսափելի, անմարդկային ու իհարկե շատ ծիծաղելի ուպսերն այսօր ինձ հետ են։ Սկսեմ ներկայացնել դրանք։ Ես չեմ խախտում իմ ավանդույթը եւ հաղորդումը սկսում եմ ծիծաղելի ու դաժան ուպսով։ Երբ մոտ 1 շաբաթ առաջ մենք ցուցադրում էինք վիդեո, որտեղ ամուսինը կատակում է կնոջ հանդեպ կտրելով նրա մազերը, ես ասացի. վստահ եմ, որ աղջիկը չի մոռանա տղայի այս արարքն ու անպայման վրեժխնդիր կլինի։ Այսօր արդեն աղջիկը լուծել է այդ վրեժը։ Եվ քանի որ աղջիկ է, բնականաբար ավելի դաժան ձևով։ Երիտասարդ ընտանիքի շատ ծիծաղելի խրախճանքը ուպսի եթերում է։ I'm gonna blow him up and show him a real war. Jess, I have some cookies. See? They're all ready to go. Out of me. You like my battlefield, Jesse? You are crazy. I can't believe. Are you crazy? What did you do? What did you... Հուսանք, որ կշարունակվի այս վիդեո շարքը եւ նրանցից մեկը մի օր ընդմիշտ կլքի մեզ։ Ես դաժան եմ։ Չէ, ես դաժան չեմ։ Դաժանը մեր հաջորդ տեսանյութի հերոսուհին է։ Ախր ոնց կարելի է նման իրավիճակում գցել սեփական շանը։ Աչքա տեսնում, ուզում է։ Էլ մի արեք տենց բան։ Away. Away. Մեր հաջորդ տեսանյութում տեղի ունեցած ուպսն էլ պակաս դաժան չէ։ Ինչ իմանաս, թե ում հետ ինչ եղավ այս դեպքից հետո։ Վիդեոն մեր հեռուստադիտող Հայկ Ադամյանի կողմից է։ Դուք էլ ուղարկեք մեզ ծիծաղելի, զարմանալի եւ սարսափելի վիդեոներ ուպս շնիկ ATV կետը եւ ինտերնետային հասցեին։ Մենք նաեւ YouTube-ում ենք ձեր բաց թողած հաղորդումը դիտեք YouTube-ում որոնելով ուպս Հակոբ Հակոբյան։ Քանի որ այսքան խոսեցինք դաժանությունից, առաջարկում եմ շարունակենք։ Երբ քույր ու եղբայր վիճում եք, կարող եք նաեւ ծեծել իրար։ Ձեր ծնողները ձեզ հաճախ աննորմալ են համարում։ Ճիշտ եմ, չէ՞։ Հենց այդ աննորմալ խոսքից էլ խուսափելու համար պարզապես ցույց տվեք նրանց այս վիդեոն, որից հետո դուք կարող եք հանգիստ ինչ ուզում եք անել իրար։ Նրանց միևնույն է չեք հասնի։ Մամ, պապ, ուշադիր նայեք։
Պարզվում է ես միանգամայն նորմալ երեխա եմ։ Այս աննորմալ եւ միևնույն ժամանակ նորմալ վիդեոից տեղափոխվենք մեկ այլ աշխարհ։ Այստեղ կա բիլիարդի սեղան, կին, որը պարկած է սեղանին, բիլիարդի փայտիկը եւ իհարկե գնդերը։ Այս ամենն ինձ համար լիարժեք չէր լինի, եթե իհարկե այնտեղ չլինեի նաեւ ես։ Բայց քանի որ ես այստեղ եմ եւ ոչ թե այնտեղ, լիարժեքության մասին խոսելը մի քիչ դժվար է ինձ համար։ Բայց ոչ անհնարին։ Հավատացեք, որ իմ ներկայությունը եւ ցանկացածի ներկայությունը այստեղ ավելորդ կլիներ։ Պարզվում է, որ դհոլ չալող երեխան ոչ միայն լավ դհոլ չալել գիտի, այլև շատ լավ սեղան չալել գիտի։ Չալե սեղան, պարեց սասնա, բրեյքդանսը։ Մեջքս ահավոր ցավում է, շատ եմ հոգնել, աչքիս կատվի մոտ գնամ, բայց ինքը մենակ կատուներ չէր մերսում։ Ուշադրություն, բացառիկ կադրեր ուպսի եթերից, Համլետի մանկությունը, պարզվում է, որ նա դեռ փոքրուց է անորոշ վիճակում եղել։ Եթե երիտասարդ հասակում մտածում էր լինել թե չլինելու մասին, ապա մանուկ հասակում մտածում էր քնել թե չքնելու մասին։ No more rules, Kate. それは初めましてな訪ね手応え。来た来た。新ブローエイジングケア水彩。金棒から行くよ。覚えてますか？心のふるさと、美しい日本の明かり、毎日ろうそく。